Վեդայական աստղաբանության մեջ, երբ որ մարդու վեդայական հորոսկոպի քարտեզը եւ նատալ քարտը տրանզիտներով նայում ենք, եթե Մարսը գտնվում է մարդու 8-րդ տանը, ով դիմել է, նատիվ ենք ասում, այստեղ մարդու մոտ կարող են ոչ լավ ձևով, դրական ձևով դրսևորվել հա, էներգիաները, որովհետև Մարսը ինքը բավականին վտանգավոր էներգիա է, իսկ Մարսը 8-րդ տանը դա խոսում է մի բանից, որ այստեղ դրականը միայն այն կարող է լինել լավը, որ օրինակ, հա, ինչը կապված է գաղտնիքի հետ, աշխատանքի հետ կապված, այսինքն մարդ, ով կարող է աշխատել ոստիկանությունում, մարդով կարող է հետախույզ լինել, բանկային մեծ համակարգերում աշխատել, բայց մեկ է, այսպիսի մարդիկ միշտ կարելի է ասել բախվելու են, հա, ոչ այնքան լավ իրադարձություններում, դա հենց կոչվում է ոչ այնքան լավ կարմա, բայց ընդհանրապես նաև դա մութ գործերն են, որովհետև մարդը կարող է շատ բան խոսել, բայց երբ մարդու հորոսկոպը նատալ քարտ տրանզիտներով մենք բացում ենք, տեսնում ենք, մենք շատ շուտ հասկանում ենք ով է մարդը, որտեղ կարող է աշխատել, ինչից պետք է զգուշանալ, որպեսզի էլ ավելի չբարդացնի իր կարման, սրանք շատ կարևոր բաներ են։ Լավը կարող է լինել այն, եթե մարդը ինքը աշխատի, հա, իր ծանր կարմայի վրա, որպեսզի այն թեթևացնի եւ այստեղ այն հետաքրքիր, որ նաև լինում են այլ մարդիկ, ովքեր շատ ծանր ֆիզիկական աշխատանքներով են աշխատում, օրինակ կարող են լինել հավաքարար, ինչ որ ծանր ֆիզիկական աշխատանքներ կարող են կատարել, օրինակ ծերանոցներում, ինվալիդների հետ կարող են աշխատել, հա, բավականին ծանր էներգիա է, էներգիան շատերը դրա համար տանում են, հա, կարելի է ասել շատ եք էներգիա տալիս եւ համարյա բոլորը տանում են ձեր էներգիան հենց այդ ծանր ֆիզիկական աշխատանքների պատճառով։ Ինչ կարող եմ էլ ձեզ ասել, կարող եք դիմանալ դրա համար, հա, ամենաշատը դիմացկուն մարդիկ են։ Միշտ կարողա դուք ձեր համար խնդիրներ գտնեք, մտնեք այդ խնդիրների մեջ եւ փորձեք այդ խնդիրներին լուծում տալ։ Իսկ դրական դրսևորումը դա նա է, որ որոշ մարդիկ կարող է շատ հանգիստ տանեն այս ամեն ինչը եւ հենց ամենածանր աշխատանքով էլ